Али, если вернем, это покрытые, подушки к тем одеялам, туры пагим, подъезды, укрынем. Մեկ շաբաթ է 5-րդ հարկի 3 սենյականոց իր բնակարանում չի ապրում տիկին Ֆաթիման։ Հարկադիրով վտարել են գիշերելու տեղը շքամուտքն է։ Նեղ ու չոր բազմոցի մի անկյունում է լուսացնում, մյուսում իրար վրա հավաքել է այն, ինչն իր կյանքի ընթացքում է ձեռք բերել, տան ամբողջ գույքն ու ունեցվածքը պարկերի մեջ լցրել։ Իսկ բնակարան ասվածը վերանորոգումից կոմունալ բավարար պայմաններից զուրկ այս տարածքն է, որը $500 է գնել 2005 թվականին։ Ոտքի վրա կնքած բանավոր գործարքի դիմաց տանտերը ոչ մի փաստաթուղթ չի տվել տիկնոջը։ Երկրաշարժի հետևանքով 4 սենյականոց բնակարանը կորցրած ընտանիքը համաձայնվել է այս տարբերակին։ Хапец у документы читавец, домовой книги, все. Есть больник инженерный Хариваны табель, если га сак шуша ханадзе. Минак так шуша манадзе, сак шуша. Ванны ханадзе, ишкор я сарачангам тесачка. Залы туры ханадзе, ремонтчика. Минак авладзе туны. Се ладно, тун чуник, стега абрик, стегзек. Բնակարանը, որտեղ ապրել են Խեկիլաևաները, սեփականաշնորհված չի եղել, որի մասին վաճառքի ժամանակ տանտերը ոչինչ չի ասել։ Բնակարանն օրինականացնելու համար 2005 թվականին տիկին Ֆաթիման դիմում է քաղաքապետարան, որտեղ էլ ընթացք չեն տվել դիմումին, ասել են գնա ապրի առանց փաստաթղթերի։ Ըստ էության փափուկ բարձի տարբերակն է աշխատել։ Տիկին Ֆաթիման էլ որոշել է դուրս գալ Անօթևանների հերթացուցակից։ Այդ տարիներին նրա ընտանիքը միակը չի եղել, ում բուլվարային թղամասի 9 հարկանի շենքերի դատարկ բնակարաններն են առաջարկվել Անօթևաններին, օրդերավորման հարցերը թողնելով հետոյի։ В общем, это առաջվա 10 տեղականքի սա կորավ։ Ես եմ մնացել առանց օրդեր։ Չեմ կնահեջ բանին։ Ну, լույսը մուծեմ, как положено, քիչ ушանալով շապատը ушանամ, но մուծեմ, ջուրը մուծեմ, մենակ տան վարձը չմուծեմ, որպես օրդեր չունի։ Եվ այսպես ուղիղ 20 տարի առանց փաստաթղթերի բնակարանում ապրելուց հետո տիկին Ֆաթիմային հայտնի է դառնում, որ այն բնակարանը, որտեղ նաև հաշվառում ունի, նախկին տերը այս ընթացքում սեփականաշնորհել է, գրավով խոշոր գումար վերցրել բանկից, եւ нор է բացահայտվում, որ վարկային պարտավորությունները ժամանակին չի կատարել, ինչի պատճառով գրավով բնակարանը առգրավման տակ է։ Мне вдруг приходит Аркадий банет, Тазаранец. Все курик джансы, в общем, туна азадек, синчи. Ինչի՞ պետք է ես տունը ազատեմ, իմ տունը իդիկ, ինքը տուն ունի, թող ապրի, ինքը բանկի փողը վերցրել 2 միլիոն, այդ բանկի տերը, տեսել է տունը, что իրան 2 միլիոն տավելի, ես զարմանամ գա, փող տավելի, в общем, там, սիպականաշնորհել է, ու всё, ինձ դուզ հանեք, այդ տունը վաճառքի տարեք։ Հարկադրաբար տունն ազատել է, վտարման հետևանքով հայտնվել դրսում։ 20 տարի անց քաղաքացին նորից քաղաքապետարան է դիմել, հիշեցրել տարիներ առաջվա պատմությունը, Անօթևանի հերթացուցակից դուրս գալու, բնակարանի պահանջ չներկայացնելու, ինչպես նաև այն ժամանակվա խոստումները օրդեր տրամադրելու մասին։ Տիկին Ֆաթիման այժմ փաստացի Անօթևան է։ Խնդիրը մեր դաշտից դուրս են առումով, որ ինչ որ բանկային գործարքներ է եղել, ինքն էլ տեղյակ չի եղել գործարքների մասին, դրա հետևանքով այդպիսի խնդիր է առաջացել եւ տանից նրան հեռացնում են, այդ հիմնական իրավունքը որտեղ որ բնակվում է, հանձնարարել ենք համապատասխան բաժինը, փորձում ենք մեր ձեռքի տակ գտնվող այդ քաղաքապետարանի ֆոնդի գտնվող տներից մի որոշակի հատված, որն է բան հատկացնենք, որ այս պահին բնակության կոնետե ունենա, կդուր ունենա իր գլխում։ Բնակֆոնդ ասածը վերաբերում է այն տներին, որոնք տնօրինողներ չունեն եւ գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում։ Շքամուտքում ապրող կինը այս ընթացքում այլ տեղ չունի գնալու, առավել եւս վարձով апрелու, թոշակ նպաստ չի ստանում։ Уже я этот новый дом не прошу. Дайте мне дом, чтобы мои вещи поместились. 2-3 комнаты, 2 комнаты дайте хотя бы мне. Чтобы я не была как на улице спала. Վարձակալությամբ գիտենք, որ Տիկին Ֆաթիման չի կարողանա, փորձելու ենք անհատույց տրամադրենք, հետո էլ նայենք խնդրի հետագա կարգավորումը։ Բնակարան հատկացնելու դեպքում քաղաքապետարանը բնակչին այն ժամանակավոր տնօրինման կհանձնի։ Հետագայում ու հավանաբար բնակապահովման խնդիրը կլուծվի սոցիալական բնակարանաշինության շրջանակներում, որն էլ այս տարի երբ կմեկնարկի քաղաքապետի տեղակալը ժամկետների չի տիրապետում։
Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։